Մի բան ասեմ, նոր համացանցն էին նայում ու ինչ ստեր, ինչ կեղծիքներ ասես իմ մասին չհանդիպեցի։ Դադարեք բամբասելը, դադարեք ուրիշների կյանք մտնելը, դադարեք հնարելը եւ այդ հիմարություններին հավատալը եւ դա տարածելը։ Ինչ էլ ասես, թե չեք խոսում։ Իբր ես երեխա ունեմ, 3 տարեկան, 2 տարեկան, բացի իմ 3 երեխաներից, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում, ասել դուք չեք ամաչում, ամոթ է, նման բաներ հնարել ամոթ է, ապրեք ձեր կյանքով, եթե դուք ունեք անձնական կյանք, ես եթե չունեք, պարտադիր չմտնեք ուրիշների անձնական կյանք եւ ստեր հնարեք, ստեր տարածեք, բավական է, ամոթ է, ուղղակի ամոթ է, դրանով դուք ավելի շատ ձեզ եք հայտարարում։ Մի բան ասեմ, քիչ առաջ դիտեցի դաշնակցական, քոչարյանական Արմեն Ռուստամյանի ճեպազրույցը, մասնավորապես այն մասը, որտեղ ինքը խոսում է տրիփի մասին, մի փաստաթղթի մասին, որ տպագրված է եւ գոյություն ունի եւ բոլորը կարող են կարդալ այն։ Այդպես աղավաղել եւ աճպարարություն անել կարող է թերևս Արմեն Ռուստամյանի նման դաշնակցականը։ Խնդիրը կայանում է նրանում, որ այս մարդկանց համար քաղաքականապես գոյություն ունենալը հնարավոր է միայն երբ որ իրենք հենվում են ողբի, պատերազմի, ցավի վրա, ինքնիշխան, ազատ Հայաստանը, որը որ կախվածություն չունի ինչ որ մայրաքաղաքից, իրենց ամենամեծ վախն է, այո, ինքնիշխան Հայաստանը իրենց ամենամեծ վախն է, այդ պարագայում իրանք չեն կարողանում իրենց դրսի կառույցները աշխատացնել եւ ընդհանրապես քաղաքական դաշտում գոյություն ունենալ, բայց ես ձեզ խոստանում եմ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ 2026 թվականին մենք ձեր էջը մեկ ընդմիշտ փակելու ենք։ Դեն սիրելի հայրենակիցներ, Ռոբերտ Քոչարյանը ասուլիս տվեց եւ փորձեց հերքել այն ամեն ինչը, ինչը անհերքելի է, ներկայացնել, որ բանակում այն ինչ որ ես ներկայացրել եմ իրականությանը չի համապատասխանում, որ բանակը եղել է մարտունակ, բայց ցավը կանում է անում, որ բանակում ես մենակ չէի ծառայում եւ առնվազն մեր զորամասում 1250 հոգանոց դա բրիգադա էր, 1250 հոգի առնվազն մարդ կար եւ այդ կազմը ամեն 6 ամիսը մեկ համալրվում էր նոր մարդկանցով եւ միակ տեղը չէր հոկտեմբերանի զորամասը, որտեղ ուտելիքի խնդիրներ կան, չանադառնամ, չմանանամ այդ խոսակցությանը, ես չէ որ մեր ժողովրդին, այն մարդկանց, ովքեր որ ծառայել են այդ տարիներին, պետք է պատմեմ, ասեմ նաև, որ Քոչարյանը իրեն թույլ է տվել իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ինքը դրա համար պատասխան է տալու, ես հայցով կդիմեմ դատարան եւ ինքը հրապարակայնորեն ինձնից ներողություն է խնդրելու եւ այն գումարը, որ ինքը կփոխհատուցի, այդ գումարից ես գումար կհատկացնեմ, կանանձնացնեմ եւ ծաղիկներ կխոնարհեմ մարտի 1-ի հուշարձանի մոտ եւ հոկտեմբերի 27-ի հուշարձանի մոտ եւ կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդ, որ երբևիցե Հայաստանի Հանրապետությունում ընտրված չի եղել որևիցե պաշտոնի, իրավունք չունի որևիցե հայ մարդու, հայ ժողովրդի ներկայացուցիչի վիրավորի, առավել եւս ինձ, ես ի տարբերություն իրեն ընտրված պաշտոնյա եմ, եթե ինքը խնդիրներ ունի, որ ես ասում եմ, որ ինքը չի ընտրվել երբևիցե Հայաստանի Հանրապետությունում որևիցե բարձր պաշտոնի, կարող է դիմել դատարան, ես մեծ հաճույքով այդ դատական գործի մեջ կներքաշվեմ եւ մենք քննարկենք արդյոք Ռոբերտ Քոչարյանը երբևիցե Հայաստանի Հանրապետություն որևիցե ընտրություն է հաղթել թե ոչ, բայց ես վստահ եմ, որ ինքը այս խոսակցության մեջ չի մտնի։ Փոխարենը ինքը պետք է պատրաստվի հրապարակայնորեն ներողություն խնդրի ինձանից, լավ կլինի նաեւ հայ ժողովրդից ներողություն խնդրի այն ամեն ինչի համար ինչ որ ինքը եւ իր շրջապատը արել են հայ ժողովրդի գլխին իր կառավարման 10 տարիների ընթացքում։ Ասում է, որ չգիտի մի գյուղ, որտեղ այնպիսի պոզիտիվ փոփոխություններ չեն իրականացրել, որ շատ մեծ փոփոխություն է ստեղծվել տվյալ համայնքում։ Առնվազն մի գյուղ ձեզ նշեմ, որտեղ աննախադեպ իրողություն է ստեղծվել ձեր իշխանության օրոք, որտեղ ադրբեջանցիներն օկուպացրել են գերեզմանոցներ, որտեղ ադրբեջանցիները նստած են ջրի աղբյուրների վրա, եւ այդ գյուղը կապանում է, ներքին հանդում է, վստահ եմ, որ գիտեք։ Լավ թե վատ փոխ են ապրել։ Ապրել։ Լավ էլ փոխ։ Ջուրը բերել է։ Կամ ուրախեք, որ ինչ հարցով դիմել Սամբալած հատումը ու մենք այնքան ուրախ ենք, որ ինչ հարցով դիմել ենք շուրականից մեր գավորը, մեր մարզպետանից, մեր համայնքապետան, մենք շատ գոհ ենք։ Ես ուրիշ ոչինչ հարցով աշխատի համազան անպայման
Իրե պարոն վարչապետ, Տիկին Գրիգորյանը ասեց ներքին հանդ, ես վերջերս ներքին հանդում էի, մարդիկ փողոց դուրս էին եկել փողոց, գաչ մնացի եւ խնդրում եմ ձեզ փոխանցել, որ շնորհակալ են ամեն ինչի համար, ինչ արել եք, ինչ ես կառավարությունը։ Տանիքները նորոգվել են։